Առարկայական օրինակ բերել, հա, ազատես։ Մենք նախորդ եթերում էլ խոսում էինք մեր պարզ հայրենակիցների մասին, ովքեր կարող են նաև հավատալ Նիկոլ Փաշինյանին, ովքեր խաբված են, իրենց հետ ոչ միայն մենք խնդիր չունենք, իրենք մեր հայրենակիցներն են եւ մենք որպես մեր հայրենակիցների պարտավոր ենք իրենց պաշտպանել, իրենց իրավունքների մասին մշտապես խոսել եւ մյուս կողմից թույլ չտալ, որ իրենց պիտակավոր են զոմբի, ժեխ, շատ վատ ճանապարհ է, որ ընդ որ մելի օգտվում է Նիկոլ Փաշինյանն, բայց ուր են գալիս այս հասարակությանը մեղադրող քաղաքական էլիտան, քաղաքական էլիտա ասելով ինչ նկատի ունեմ, լրագրողներ, հանրային գործիչներ, հա խմբագիրներ, չգիտեմ, քաղաքական գործիչներ, ովքեր կարծիք ձևավորողներ, հա, որոնք այս միամիտ ժողովրդին, որը իրականում միամիտ չի, լավ էլ հասկանում է ժողովրդի ինչ է կատարում, իր ենթագիտակցության միշտ ճիշտ ընդհանրություն։ Այս ժողովրդին պիտակավորող այդ էլիտան առնվազն 6000 հոգով հավանել էին մի մարդու հայտարարություն, որ ինքը ուզում է վարչապետ դառնալ, այն պարագայում, երբ որ այդ մարդը 2-3 շաբաթ հետո, բառացիորեն օրերս, հայտարարեց, որ Հայաստանի օկուպացված տարածքների հետ բերումը ինքը այսպես է պատկերացնում։ Ջերմուկի լեռները միջև Սոսիների պուրակ անվանակոչում ենք Մելանիա Թրամփի անունով, Սև լիճը հարակից տարածքներով անվանակոչում ենք Դոնալդ Թրամփի անունով։ Ու ուշադրություն, շարունակություն կա։ Ու թող Ալիևը ասում, այդ իր օկուպացիայի տակից դուրս գա, այդ անվանակոչումից հետո։ Հիմա նման քաղաքագիտական տեսանկյունից ապուշ միտք ասողին վարչապետի պաշտոնում տեսնող 6000 մարդ, կարծիք ձևավորող, խմբագիր, չգիտեմ, բան, 6000-ի մեջ էլ կարող են միամիտ մարդիկ։ Հա, լավ։ Այնտեղ վերցնենք հազարավոր ովքեր մարդիկ